Խաղաղությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորություն կտա էականորեն ավելացնել իրենց ինքնիշխանությունը, կարծում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա, ցանկացած կոնֆլիկտ պարարտ հող է ստեղծում, երրորդ երկրների կողմից իրենց շահերը հետապնդել այդ հակամարտության մեջ, ուժեղացնել իրենց լծակները հակամարտող կողմերի վրա։ Միրզոյանն Ադրբեջանի հետ խաղաղության երաշխիքը համարում է ձեռք բերված եւ ապագայում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների փոխշահավետությունը Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանի մյուս երկրների համար։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կժամանի Հայաստան։ Նա Արմենպրեսին ասել է, որ այս պահին Ռուսաստանից դեպի Հայաստան հացահատիկ տեղափոխող գնացքն արդեն անցնում է Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին հայտնել է, որ ճանապարհին է նաև ղազախական ծագման ցորենը եւ մոտ օրերս կհասնի Հայաստան կրկին Ադրբեջանի տարածքով։ Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել տարանցիկ բեռների շուրջ 20%-ը։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է վրաց փորձագետ, տրանսպորտային միջանցքների հետազոտման կենտրոնի տնօրեն Պահատաց Հագարեիշվիլին։ Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բացվելիք ուղղություններն անխուսափելիորեն կկրճատեն Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների հոսքերը։ Կորուստները կարող են շուրջ 1.5-ից 2 միլիոն տոննա կազմել։ Այժմ Վրաստանի տարածքով տարեկան շուրջ 18-ից 20 միլիոն տոննա բեռ է փոխադրվում։ Փորձագետը միաժամանակ նշել է, որ նախ կսկսեն գործել ավտոմոբիլային երթուղիները եւ հաշվի առնելով երկաթուղու հայկական հատվածի անորոշ վիճակը, երկաթուղային հաղորդակցության գործարկման փուլը կտևի մոտ 5-ից 6 տարի։ Բացի այդ, Վրաստանը կարող է զրկվել բեռնափոխադրումների հոսքի մի մասից, որն այժմ իր տարածքով Թուրքիայից է Հայաստան անցնում։ Հայ-թուրքական սահմանի բացումից հետո այդ հոսքը ուղիղ կիրականացվի շրջանցելով Վրաստանը։ Ծափաթաղում սպանված 3-ամյա Տիգրան Հովհաննեսովի քույրն ու 3 եղբայրները տեղափոխվում են Հայօգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն։ Գեղարքունիքի մարզպետարանում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հրավիրած նիստում քննարկվել են Հովհաննեսովների ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում երեխաների հետագա խնամքի կազմակերպումը։ Որոշվել է, որ երեխաներն անհապաղ պետք է տեղափոխվեն։ Հոկտեմբերի 27-ից կորած 3-ամյա Տիգրանի մարմինը գտել են նոյեմբերի 2-ին գյուղից բավական հեռու դաշտամիջյան հատվածում։ Նախնական տվյալներով երեխային հայրն է խեղդամահարել։ Տղամարդը 2 ամսով կալանավորված է։ Ռուսաստանը հայտարարել է միջուկային շարժիչով թևավոր հրթիռների հաջորդ սերնդի մշակման մեկնարկի մասին, դրանց արագությունը կգերազանցի ձայնի արագությունն ավելի քան 3 անգամ։ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը նշել է, որ ապագայում այդ հրթիռները կդառնան գերձայնային։ Մինչ այդ հաղորդվել էր Բուրիվեստնիկ հրթիռի եւ Պոսեյդոն ստորջրասարքի հաջող փորձարկման մասին։ Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հանձնարարել է տասնամյակների վեր առաջին անգամ միջուկային փորձարկումներ իրականացնել։ Ամերիկյան Լուիսվիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը հայտնել է 7 զոհի եւ 11 տուժածի մասին։ Հոնոլուլու մեկնող օդանավը բռնկվել է թռիչքուղու վրա, մի քանի վայրկյան անց պայթյուն է հնչել եւ օդանավը կործանվել է։ Պատճառը կարող էր լինել շարժիչի բռնկումը։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 5-ից 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ից 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևանում նույնպես տեղումներ չեն սպասվում, մայրաքաղաքում նոյեմբերի 5-ից 3-ը կլինի 16-ից 18, երեկոյան ժամերին 9-ից 11 աստիճան տաքություն։